Գամավորները պարոն Ասլանյանը եւ պարոն Աղազարյանը հայտարարել են ի սկզբանե, որ իրենք պատիվ ունեմի եւ Հայաստանի նախաձեռնություններին չեն միանա։ Այսինքն ընդդիմության կորցրած երկու ստորագրությունները նորից կկորչեն։ Հիմա իրանք ինչ ասենք ուզում են process-ը վիժեսնի։ Ինչ անշանակում նա վստահություն չի ներշնչում։ Ում մոտ չի ներշնչում։ Այսինքն Էդգար Ղազարյանն ուզում ասի, եթե տեխնացուին չի առաջադրել Սերժ Սարգսյանը, ուրեմն իրանք դեմ են։ Ինչ ասում։ Ոչ, ուզում է ասի, եթե Փաշինյանին է անվստահություն գործընթաց հայտնում, դուք աշխատել եք ժամանակին Փաշինյանի հետ համագործակցել։ Էդգար Ղազարյանը Փաշինյանի մոտ դեսպան է աշխատել Լեհաստանում։ Հակենք թեման, ասեմ, չեմ ուզում Էդգար Ղազարյանին անդրադառնամ։ Մարդիկ, Էդգար Ղազարյանը իր խոսքը հուսով եմ հարգում են։ Եվ պարոն Նարեկ Մալյանը, երկուսն էլ դիմել են падգամավորին, ասել են նախաձեռնեք։ Падգամավորները նախաձեռնել են։ Դրանից հետո որևէ պատրվակով խոսակցություն շարունակել, նշանակում է շարունակել են բանը Կիրովականի ասած տինտիրիտներ անում։ Բամանկապարտեզ չի հասկացա։ Չէ, լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսում։ Հիմա պատիվ ունեմի 6 падգամավոր լուրջ մարդիկ են, չէ, հայտարարել են առանձնախապայմանների տալիս ենք։ Սպասում ենք Հակոբ Ասլանյանի կաբինետում բերեք ստորագրությունները։ Ինչ խնդիր կա։ Այսինքն կարող է հայ ժողովուրդը ունենա տեխնացու, որ ամբողջ ժողովուրդը վստահի։ Բացառում եմ։ Ինչ են առաջարկում, որ եթե Սերժ Սարգսյանի տեխնացուն չի, ուրեմն չեն միանում, թող այդպես ասեն, շատ անկեղծ թող ասեն։ Որովհետև բանա ստեղ աշխատել, նանդեղ աշխատել, կներեք որևէ մեկի անցած ճանապարհին, եկեք ես չանդրադառնամ։ Ահավոր բաներ տեղի կունենան։ Ես ուզում եմ նորմալ գործընկերային հարաբերություններ պահպանեմ, որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ։ Իմ թիվ մեկ նպատակը իմպիչմենտը հասնել տեղ, անցալով իրենց նախաձեռնած process-ին եւ պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին։ Կներեք մի հարց էլի, դուք ինչու եք ուզում Փաշինյանի անվստահություն հայտնեք։ Եթե անձնապես կլսեք իմ 60 րոպեանոց ելույթը։ Եթե 3 կլսեք, կարճ ասեմ, նախագծում հիմնավորումը ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն երկար ժամանակ է շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է։ Մնացածը բանավոր։ 21-26 թվականի ծրագրից շեղվել։ Այո, բավուց։ Եվ առանցքային մի երկու բան կնշեք ծրագրի։ Օրինակ Արցախ։ Չեմ նշի։ Կամ մի 3 կետ։ Այսինքն կներեք, ես փաստաբան եմ։ Դուք հիմա եկել եք ասում եք ձեր ստրատեգիան ասեք դատի տարած, որ նրանք պատրաստ են, այ քեզ բան։ Հիմնավորման մեջ կա նախագիծ։ Հա, կատեկը կարդակ։ Հա, հիմա ուզում եք հիմնավորումը ես կարդամ։ Պարոն Մարուկյան հիմա Ուրիշ հարց ունեք, որ հիմնավորում չկա, ասեք դրան պատասխանեմ։ Հարցրեք, ասեք օրինակ արտախորհրդարանական ուժերը ինչու չեն դեռևս հայտարարություններ անում, որ աջակցում են process-ին։ Հարցրեք ուրա պատիվ ունեմի ստորագրությունները, հարցրեք ուրա Հայաստան Դաշինքի ստորագրությունները, հարցնում եք ոնց է Նիկոլ Փաշինյանը, այ քեզ բան։ Չես սպասում են process-ը մեկնարկի նոր արձագանք։ Սա պարլամենտական process է, պետք է իրանք մեկնարկեն, հետո նրանք։ Հերթականություն կա, այսինքն ուզում են ով մեկնարկի ստորագրությունը իրանք ձեռքում է։ Ով ուզում էին падգամավորները մեկնարկեն, падգամավորները մեկնարկել են։ Միանում են, հələ։ Դուք Ես ասացի բացառում եմ, որ միանում են։ Չէ, Էդգարը դուք ինձ հարցրեցիք Էդգար Ղազարյանի հարցից, հա, ես կարդացել եմ արդեն։ Նաև 3 երեկոյան Սաթիկ Սերանյանի եթերում էլի նույն հարցն է քննարկվել, որ պետք է ընդդիմությունը միատել տեխնացու առաջադրի։ Այսինքն իրենք անգիր գիտեն, որ այս երկու падգամավորները հարգարժան նախապայման ունեն։ Հետեւաբար ուզում են վիժեսնեն այս process-ը, ուզում են այս երկու ստորագրությունից զրկվեն։ Եթե դա են ուզում, թող անեն։ Դա բառացի վիժեցում է։ Պարոն Մարուկյան, կներես, Հովիկ Աղազարյանն ինձ ասել է, մի քիչ կարող է մեջը բան կա, ասել է պարոն Մարուկյան, եթե ձեզ իրանք առաջադրեն, մենք չենք միանա։ Հասկանում եք ինչքան սկզբունքային հարց է դրած։ Այսինքն իրանք ինձ առաջադրել են, չէ՞։ Ասում են, եթե իրանք պատիվ ունեն ու Հայաստանը ձեզ առաջարկեն, այսինքն ինձ, իրանք չեն միանա, կկորչի այդ երկու Բայց ստորագրությունը։ Վահան Բաբայանի անունն էլ էր շրջանառել։ Ով է շրջանառում, Վահան Բաբայանը։ Գուցե պատիվ ունեմը։ Ոչ, չկա նման բան։ Դուք տեսել եք падգամավոր Վահան Բաբայանի անունը շրջանառել են։ Բա որ չէ, ինչ եք այդ անունը տալիս։ Դե հիմա ցալկ ուտել մեր տղեկնել են ուզում առաջադրել են, խոսում են։ Ցալկ ուտը գիտեք, Կիրովական թաղամասը։ Դուք ասում եք, որ հանդիպումներ պետք է անցնեք, ունենաք 3 ձերուղիղ եթերում նաև խոսում եք խորհրդարանից դուրս հայտարարությունների աջակցող ինչ-որ գործողությունների մասին նաև արտախորհրդարանական ուժերից նախ կխնդրեի կարճ ասեիք խորհրդարանական երկու ուժից փաստացի չունեք արձագանք։ Խոսեցինք արդեն դա։ Ես գրել եմ դեռ։ Հա, սպասում ենք։ Իսկ արտախորհրդարանական ուժերից ինչ հանդիպումներ եք ունեցել, ինչ արձագանքներ կան։ Ես քանի որ դեռևս չունեմ համաձայնություն հրապարակելու, հիմա չեմ կհրապարակի, երբ որ կավարտեմ կհրապարակեմ։ Այսօր օրինակ 3 ուժի հետ հանդիպում ունեմ։
Բայց թե որ ուժերի հետ եք Արտախորհրդանական։ Չէ, կոնկրետ որ ուժերի։ Կասենք, հիմա ես այդ մարդկանցից թույլտվություն չեմ խնդրել, որ հրապարակեմ։ Եվ պարոն Մարուկյան, տեսեք, Ես գործընթացի հրապարակայնության ֆունդամենտալ կողմնակից եմ, դրա համար եմ նաև ուղիղ եթերում զանգել պարոն Սերյան Օհանյանին, պարոն Հայկ Մամիջանյանին, որտեվ իրանք են պարլամենտում, իրանք են իրանց ձեռքին ստորագրությունները, բայց այս իմաստով արտախորհրդարանականների իմաստով իրենք ստորագրություն չունեն։ Հիմա իմ հանդիպումների արդյունքում հայտարարություն կանեն, որ աջակցում են process-ին, դուք կիմանաք, որ ուժն է։ Չեն անի, կորոշենք այդ անունները հրապարակենք թե ոչ։ Եվ հարցը մյուս հետևյալն է, պարոն Մարուկյան, տեսեք, այս process-ը, որ սկսում էին քաղաքացիական շրջանակներից, հայտարարում էին, որ այս process-ում էական է ոչ թե այն թե ով է առաջադրվելու վարչապետի թեկնածու, այլ այն, որ անվստահության գործընթաց ենք սկսում։ Վայ, շնորհակալ եմ ես ձեզ, Շորիկ ջան։ Հիմա Էդգար Ղազարյանն ասում է չէ էական է ոչ թեկնածու։ Այսինքն այս մարդկանց խոսքը նոր խոսեցինք այդ թեման, բայց շատ լավ է որ դուք ասեցիք, էլի։ Հիմա ուզում եմ հասկանալ ձեր կարծիքով այդ ինչ տեղի ունեցավ, եթե իրենց հայտարարությունը այն մասին էր, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու մասին է, բայց փաստացի իրենց այս պահի դիրքորոշումները առնվազն ակնարկներ են այն մասին, որ թեկնածուի հարցնելը խնդիր, սա ինչ է նշանակում, իրական նպատակները իրենց գուցե Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կամ անվստահության գործընթացը չէ, ինչի մասին է այդ դեպքում էս իրենց ակնարկները փաստում։ Ես նայում եմ եթերները, իրենց հարակից մամուլը երկու օրվա մեջ այնպիսի հարցակումներ է գործել իմ նկատմամբ, որ ես սկսել եմ մտածել, լավ, եթե այս մարդիկ պետք է ստորագրեն իրենց ասած առանց նախապայմանների փաստաթղթի տակ, այդ պարագայում ինչու են փորձում տեխնացուի վրա հարձակվել։ Տեխնացուի վրա, պարոն Ասլանյանի վրա, պարոն Աղազարյանի վրա փորձել անլրջացնել, այդ տեսնում ենք մենք։ Եվ այստեղ հարց է առաջանում, ո՞րն է պլանը, այսինքն նախնական պլանը մենք մտածել ենք, որ իրանք անկեղծ են, ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Հիմա ես թողնում եմ պատասխաններն իրենց։ Ես հույս ունեմ, որ նաև Էդգար Ղազարյանը, նաև մյուս բոլորը, ովքեր որ հիմա այդ գծի մեջ են, ժողովրդի լեզվով ասած քարը իրանց փեշից կթափեն եւ կհասկանան process-ը, բայց մյուս կողմից իրենց ձեռքին ստորագրություն չկա։ Իրենք չեն որոշում, ստորագրությունները գտնվում են падգամավորների ձեռքերին, ովքեր ունեն արված ծանրակշիռ հայտարարություններ։ Հիմա Էդգար Ղազարյանը ում է սիրում, ում չի սիրում, դա իր քննիչ է։ Եվ պարոն Մարուկյան, եթե անգամ այս process-ը падգամավորներ ընդդիմադիրներ, եթե անգամ միանան եւ նախագիծը ներկայացվի եւ այդ հարցը հասնի քվեարկության փուլում, այդ փուլը դուք ինչպես եք պատկերացնում, երբ արդեն առնվազն 2 տասնյակ իշխանական падգամավորի համաձայնությունն է պետք գալու վարչապետի ընտրության եւ Նիկոլ Փաշինյանի նաեւ անվստահություն հայտնելու հարցում։ Քիչ առաջ հարցին արձագանքել եմ, մենք շարժում ենք փուլերով։ Հիմա դες անկեղծ բան ասեմ։ Ընդդիմությունը դեռ ստորագրությունները չի տվել, մենք քննարկում ենք ԿՊ-ին, ինչքանով է դա լուրջ։ Դուք 36 ստորագրությունը թղթի վրա լինի, էլի գամ ստեղ կկանգնեմ այստեղ։ Դուք կգաք, խոսանք դա։ Ես անլուրջ եմ համարում հիմա process-ից բանը ընկնել ես իմ ու էլի։ Հիմա հարցը այդտեղ է։